Այն քաղաքական ուժերը, որոնք Վարդան Ղուկասյանին աջակցել են, որպեսզի ինքը դառնա Գյումրու քաղաքապետ։ Հիշեցնեմ, Վարդան Ղուկասյանը չէր հավաքել Գյումրու բնակիչների մեծամասնության քվեն, այսինքն կոալիցիայի արդյունք է ինքը։ Ըստ էության ինքը հավաքական կերպարն է նաև իրեն աջակցած ուժերի, այսինքն Քոչարյանականների, Սերժ Սարգսյանականների, Լևոնականների, Կտրիչ Ներսիսյանի եւ մյուսների ինքը հավաքական կերպարն է։ Գողական կոմունիստ, որը օրը 10 անգամ Աստծո անունը զուր տեղը տալիս է եւ ուզում է մատաղանի Հայաստանի անկախությունը, բայց դա դրանք մի կողմ։ Հիմա այդ ուժերը, այդ իմ մատնանշած ուժերը։ Ես կարծում եմ, որ լավ առիթ է, որ հստակ մի հատ իրենց դիրքորոշումը հայտնեն։ Իրենց հովանավորյալը հստակ ասել է, որ ինքը կարծում է, որ ով որ համաձայն չի, որ Հայաստանը պետք է միութենական պետության մաս դառնա, թուրքահապատակ շան տղա է։ Հիմա իրանք պետք է պատասխանեն հետևյալ հարցին։ Իրանք թուրքահապատակ շան տղա են, թե Հայաստանի անկախությունը մատաղ անել պատրաստվող անարժաններ։ Այս հարցը, այս դիլեման, այս երկընտրանքը միայն իրանց է ուղղված, որտեղ մյուս ուժերը, մյուս բոլոր ուժերը, որոնք չեն աջակցել Վարդան Ղուկասյանին, այս դիլեմայից դուրս են։ Եվ մյուս բոլոր ուժերը մեր գլխավորությամբ ցույց կտան իրանց Վարդան Ղուկասյանին իր տերերին, թե ով է շունը, ովում շունն է։ Ու պետք լինի այդ շանը մի հատ էլ դժկար կհագցնեն, ոչ քիչ հաճա։ Դե հիմա դուք էմոցիոնալ դաշտ եք գնում։ Բայց ինչի՞ պետք է կներեք, բայց կներեք, ես ինչի՞ պետք է էմոցիոնալ դաշտ չգնամ, եթե ինչ որ մեկը ով ուզում է լինի, ուզում է անդիմադիր քաղաքապետ լինի։ Իրեն թույլ տա ասի, որ ով որ դեմ է, որ Հայաստանը միութենական պետության մաս դառնա, թրքապատակ շան տղա է։ Ես շատ քիչ էմոցիոնալ եմ եւ ես շատ մեղմ արտահայտում եմ։ Հարց ուրիշ բանի մեջ է, պարոն Ռուբինյան, ես հասկանում դուք ինչ եք ասում, բայց եթե դուք ասում եք, որ նա սա է, նա կրիմինալ է, նա էս է, նա այն է, նա պետքա ձեր իշխանության օրոք ուրիշ տեղ լիներ։ Իսկ եթե նա ուրիշ տեղ չի եւ ստեղը եւ խոսում է, դրա պատասխանատուն դուք եք։ Դե հետեւաբար տեսակ, որ այս ինքնին ձեր հարցով դուք ապացուցեցիք, որ սույն սուբյեկտի մեղադրանք առային կամ սույն անդիմադիր սուբյեկտների մեղադրանք առային, որ Հայաստանում բռնապետություն է, որտեղ անդիմադիրները բանտարկվում են կամ սպանվում, փուչ է, որովհետեւ իրական ժողովրդի մեծ մասը ասում է, ինչի են այս հանցագործները եւ դավաճանները ազատության մեջ։ Բայց սա պատասխան մենք նույնպես ունենք, մենք խոստացել ենք օրենքի եւ իրավունքի դիկտատուրա եւ օրենքի եւ իրավունքի դիկտատուրան ենթադրում է, որ մարդիկ պիտի պատժվեն կամ չպատժվեն ընթացակարգերով։ Բայց Վարդան Ղուկասյանը ընդունել որ ամենաանկեղծն անդիմության մեջ։ Նա անկեղծ ասում, եկեք, միանանք միութենական։ Իհարկե դրա համար էլ ասում եմ, այն բոլոր ուժերը, որոնք իրեն աջակցել են, պետք է հստակ պատասխանեն այդ երկընտրանքին։ Իրենք թուրքահապատակ շան տղա են, թե Հայաստանի անկախությունը մատաղ անել պատրաստող անարժաններ։ Պատժում հարցրեք իրենց։ Բայց տեսեք, դուք պետք է լիարժեք ասեք, Վարդան Ղուկասյանը չի ասում մարզի նման, այլ Եվրամիության նման։ Ինքը էդ էլա չի ասում։ Չէ, ասում։ Որովհետև կներեք, էլի լավ կարելի է տարբեր լեզվական աճպարարություններով զբաղվել։ Ասում եմ միութենական պետության մաս։ Ինքը ասում է, չի ասում մարզի նման, կարող է նկատի ունի ինքնավար հանրապետության նման, ես չգիտեմ։ Բայց ակնհայտորեն ինքը խոսում է մի կազմավորման մասին, որով Հայաստանը իր ինքնիշխանության մաս պիտի զիջի։ Թող այդ իր հովանավոր, եթե իրանք այդ հանրապետականները, քոչարյանականները, Կտրիչ Ներսիսյանականները, եթե հույս ունեն, որ իրանք Վարդան Ղուկասյանից ընտրեցին ու իրանք պատասխանատվություն չեն կրում, հիասթափեցնեմ իրենք կրում են այդ քաղաքական պատասխանատվությունը, եւ մենք ակնկալում ենք, որ իրանք այդ հարցին կպատասխանեն։ Թող պատասխանեն, իրանք որ մեկն են այս երկուսից։ Օրինակ հայ հապաղական դաշնակցությանը չեմ մեջբերում, որովհետև մենք գիտենք իրանք որ մեկն է, որովհետև իրանք 004 շրջապետականով սեով սպիտակի վրա գրել են, որ իրանք ուզում են, որ Հայաստանը լինի միութենական պետության մաս։ Իրանք սեով սպիտակին գրել են, որ մեկ պետք է լինի մեր իշխանությունը զիջել։ Դա որ իրանք հարց չկա այստեղ։ Այդ երկընտրանքի մեջ մենք գիտենք իրանք որ մեկն է։ Արցախը Հայաստանի վերջ անպագորգոր հողորտանքով պատերազմ հայտարարեց Փաշինյան Ադրբեջանին եւ ջախջախիչ պարտություն կրեց, ասում է Տեր-Պետրոսյանը։ Դե եկեք անալիզի ենթարկենք Տեր-Պետրոսյանի պատերազմի պատասխանատուն ձեր իշխանությունն է։ Շատ լավ։ Ալիևը ինչ աներ։ Հիմա եկեք անալիզի ենթարկենք Տեր-Պետրոսյանի հայտարարությունը։ Ընդ որում ինձ թվում է այստեղ կրկին Լևոն Տեր-Պետրոսյանը էլի հավաքական կերպար է, ինքը նախկին 3 նախագահների հավաքական կերպարն է, որտեղ վերջ տարիներին իրենց խոսույթը միմյանցից առանձնապես չի տարբերվում։ Երեքն էլ Հայաստանին մեղադրել են Ադրբեջանի դեմ պատերազմ սկսելու, հրահրելու կամ հայտարարելու մեջ։ Բառերը ճիշտ օգտագործենք։ Օգտագործվել է հրահրել բառը, օգտագործվել է հայտարարել բառը։ 3 նախագահների կողմից։ Եվ ընդհանրապես վերջին շրջանում Լևոն Տեր-Պետրոսյանը առանձնապես չի տարբերվում, ասենք կամայական դաշնակցականից, ասենք, չգիտեմ, ես շատ քիչ տարբերություն եմ տեսնում Իշխան Սահաթելյանի եւ Լևոն Տեր-Պետրոսյանի միջեւ, չգիտեմ, իրենցից ով սա կգալի որպես կոմպլիմենտով վիրավորանք, თუ դա իրանք որոշեն։ Բայց տարբերությունը մեծ չի։ Ինչ են իրենք ասում։ Իրենք ասում են, որ Հայաստանը հրահրել կամ պատերազմ է հայտարարել Ադրբեջանին 2020 թվականին, քանի որ Նիկոլ Փաշինյանը ասել է Արցախը Հայաստանը եւ վերջ։ Ես ուզում եմ հիշեցնել բոլորին, որ Արցախը Հայաստանը եւ վերջ գաղափարը ընդհանրապես գաղափարի առաջամարտիկը ի սկզբանե եղել է Լևոն Տեր-Պետրոսյանը։ Լևոն Տեր-Պետրոսյանը մտել է ակտիվ քաղաքականություն 1988 թվականին, գլխավորելով կամ լինելով ղեկավարներից մեկը մի շարժման, որի նպատակն էր Արցախը Հայաստանը եւ վերջ։ Ամբողջ այդ շարժումը դրա մասին էր։ Ասեմ ավելին, 1989 թվականին, երբ որ Գերագույն խորհուրդը ՀԽՍՀ ընդունեց Լեռնային Ղարաբաղի
ինքնավար մարզի եւ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության վերամիավորման մասին որոշումը, այդ որոշման հեղինակը Լևոն Տեր-Պետրոսյանն է եղել։ Աղբյուրը Վահրամ Աթանեսյան Գերագույն խորհրդի պատգամավոր այդ ժամանակվա։ Այսինքն ինչի հիման վրա եմ ես պնդում անում։ Ասեմ ավելին, դրանից 1 տարի հետո 1990 թվականին, երբ որ ընդունվել է Հայաստանի անկախության հռչակագիրը, կրկին Լևոն Տեր-Պետրոսյանի մասնակցությամբ եւ իր բայց ինքը դեմ էր։ ներողություն։ Մենք քվեարկություններով ենք դատում։ Հղում է արվել անկախության հռչակագրում կրկին այդ վերամիավորման մասին, այսինքն Լևոն Տեր-Պետրոսյանը ոչ միայն սկիզբ է դրել ի քաղաքական իմաստով Արցախ Հայաստանի եւ վերջի գաղափարին, այլև փաստաղ թղթավորել է դա։ Այստեղ կարևոր շեշտադրում անեմ, սա չի նշանակում, որ Ադրբեջանի պնդումները առայն, որ Հայաստանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ ունի Ադրբեջանի, ճիշտ են, որովհետև անցած տարի Սահմանադրական դատարանը Հայաստանի հստակ ֆիքսել է, որ անկախության հռչակագիրը ինքնին Հայաստանի Սահմանադրության մաս չի։ Հայաստանի Սահմանադրության մաս են միայն անկախության հռչակագրի այն հատվածները, որոնք ուղիղ մեջբերված են Սահմանադրության տեքստի մեջ, հետեւաբար նշյալ ՀԽՍՀ եւ ԼՂ-ին վերամիավորման մասին որոշումը Հայաստանի Սահմանադրության մաս չի, բայց սա ուղղակի ֆիքսենք եւ անցնենք առաջ։ Բայց հարցը հետեւյալն է, եթե Լևոն Տեր-Պետրոսյանի աղճատված տրամաբանությամբ մինչև 2020 թվականը խաղաղություններ եւ Նիկոլ Փաշինյանը ասելով Արցախ Հայաստանի եւ վերջ հայտարարեց պատերազմ Ադրբեջանին, ուրեմն առաջին ինքն է 1989 թվականին իր աղճատված տրամաբանությամբ պատերազմ հայտարարել, մի հատ էլ դա փաստաթղթավորել, մի հատ էլ դա դրել Հայաստանի հիմնադիր փաստաթղթի տակ։ Բայց կրկնում եմ, սա իմ գաղափարը չի, այսինքն ես չեմ անում այս պնդումը, որովհետեւ դա վատ պնդում է, որովհետեւ դա ինչ ասեմ, հակահայ պնդում է։ Ես այդպես պնդում չեմ անի, ես երբեք չեմ ասի, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պատերազմ հայտարարեց Ադրբեջանին, բայց իր աղճատված երեսպաշտ տրամաբանությամբ ինքն է Արցախ Հայաստանը եւ վերջի փաստաթղթավորված հեղինակը։ Եվ շատ ափսոս, որ ինքը sense հայտարարություններ անում։ Հաջորդը Վաստոյն ինչա ստացվում։ Դուրս է գալիս, նախ մի բան էլ ասեմ, տեսա որ այսօր Լևոն Տեր-Պետրոսյանը անդրադարձել է կրկին, էլի ասում Լևոն Տեր-Պետրոսյան, ես ասեմ Լևոն Տեր-Պետրոսյան, դուք հասկացեք նաև իր հոգեզավակներ Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան, խորտ հոգեզավակներ, իրենց օրից հրաժարված հոգեզավակներ։ Ասում է, հարցնում են, բա Փաշինյանի բանավեճի հրավերը ինչի չեք ընդունում, ասում է, դե թող հրապարակի 2019 թվականի փաստաթուղթը։ Նախ այնպեսի տպավորություն է ստեղծում, որ ինչ որ գախնի բան կա, որի մասին ոչ ոք չգիտի։ Իրականում բոլոր փաստաթղթերի բովանդակությունը հայտնի է, այդ թվում Լևոն Տեր-Պետրոսյանի շնորհիվ։ Գիտեք ինչու։ Որովհետև 2012 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակային ելույթում ասել է հետևյալը, խոսելով մադրիդյան սկզբունքների մասին եւ քննադատելով դրանք, ասել է հետևյալը։ Եվ քննադատելով իր խորհրդոկեզավակներ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, ասել է հետևյալը, որ մադրիդյան սկզբունքները ենթադրում են Լեռնային Ղարաբաղի գոյություն Ադրբեջանի կազմում որպես ինքնավարություն, որովհետև մադրիդյան սկզբունքները ներառում են տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման սկզբունքները եւ միակ բացատրությունը կամ միակ մեկտեղումը այս երկու սկզբունքների կարող է նշանակել Լեռնային Ղարաբաղ ինքնորոշված Ադրբեջանի կազմում, Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի կազմում։ Հաջորդը 2016 թվականին նույն Լևոն Տեր-Պետրոսյանը էլի հրապարակավ, ես հիմա ինչ ասում շատ ստուգել է, փաստահեն, ոչ մի ձև հնարավոր չի վիճարկել դա, ես գրեթե ուղիղ մեջբերում եմ իր ասածները հրապարակային, ցանկացած մարդ կարող է դրանք ստուգել։ 2016 թվականին նա ասել է, որ այսօրվա, այսինքն 2016 թվականի սեղանին եղած փաստաթուղթը շատ քիչ է տարբերվում 97 թվականին եղած փաստաթղթից կամ դրանից մի քիչ վատն է։ Հիշեցնեմ, 2016 թվականին եղած փաստաթուղթը նույնպես հիմնված է եղել մադրիդյան սկզբունքների վրա։ Ընդհանրապես 2007 թվականից հետո ինչ փաստաթուղթ եղել է, հիմնված է եղել մադրիդյան փաստաթղթի վրա։ Այսինքն, ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի 2007 թվականից հետո ինչ փաստաթուղթ եղել է, հիմնված է եղել մադրիդյան սկզբունքների հիման վրա, ենթադրել է Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի կազմում։ Բացի դա, Լևոն Տեր-Պետրոսյանը ասել է, որ այդ փաստաթուղթը 2016-ի առանձնապես չէր տարբերվում 97-ի փաստաթղթից, ինչից կրկին հետևում է, որ 97-ի փաստաթղթով էլ ենթադրվում է Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի կազմում։ Եվ հետեւաբար, եթե իրեն շատ հետաքրքիր է իմանալ 2019 թվականի դրությամբ ինչ փաստաթուղթ էր, կրկին փաստաթուղթ բխող մադրիդյան սկզբունքներից, որը ենթադրում էր Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի կազմում։ Իդեպ 2019-ի փաստաթուղթը սկսում է հետեւյալ բառերով. Ադրբեջանի նախագահ եւ Հայաստանի Հանրապետության նախագահը։ Ինչը կրկին ապացույցն է նրա, որ դա, այսպես ասեմ, Սերժ Սարգսյանի նախագահության ավարտի դրությամբ բանակցային իրավիճակի ամփոփումն էր։ Բայց մեղը, կրկնում եմ, հետեւյալն է, Լևոն Տեր-Պետրոսյանը ինքը ասել է, որ մադրիդյան սկզբունքներից բխում էր Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի կազմում։ Եվ ես ուզում եմ հիշեցնել այս բանավեճի թեման, որտեղից է ծնվել։ Նիկոլ Փաշինյանի հետեւյալ պնդումից, որ 94 թվականից սկսած բանակցային ամբողջ գործընթացը եղել է հետեւյալի մասին, ինչպես Լեռնային Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանի կազմ։ Իշտ էլ պահանջում էր ապացուցել։ Լևոն Տեր-Պետրոսյանը ինքն է դա ապացուցել։ Բայց նաև ինչ է ստացվում։ Ստացվում է, ներողություն, բայց ես ամփոփեմ, էլի։ Ստացվում է ինչ։ Այսինքն 1988 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը գալիս ղեկավարում է մի հատ շարժում, որի ամբողջ իմաստն է Արցախը, Հայաստանը եւ վերջ։ Հետո հեղինակում է փաստաթուղթ, վերամիավորման փաստաթուղթը,
Գերագույն խորհրդի կողմից ընդունված, որի ամբողջ իմաստն է Արցախ Հայաստանի եւ վերջ, հետո դա դարձնում է Հայաստանի անկախության հռչակագրի մաս, այստեղ արդեն ասեցի են, կարևոր շեշտադրում է, որ դա չի նշանակում դա մեր համալսարան մաս է, հետո սկսվում է պատերազմ, այստեղ ես եթե գնայի Լևոն Տեր-Պետրոսյանի ու իր հոգեզավակների տրամաբանությամբ պիտի ասեի եւ այդպիսով հռչակում է պատերազմ Ադրբեջանի դեմ, բայց չեմ ասի, որովհետեւ ես սրիկա չեմ, բայց սկսվում է պատերազմ, զոհվում են հազարավոր մարդիկ, Իրանք սիրում են, չէ՞, զոհերի մասին խոսալ, հազարավոր մարդիկ, 94 թվականին կնքում է հրադադար հայկական կողմի ռազմական հաջողություններից հետո, բայց ոնց որ թե չի ավարտվում պատերազմը, ամեն տարի լինում են զոհեր, ու 94 թվականից սկսած բանակցությունները լինում են ոչ թե իր ի սկզբանե հայտարարած նպատակի շուրջ, այլ նրա մասին, թե ինչպես Լեռնային Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանի կազմ, ու այսքանից հետո մարդը, որը փաստաթղթավորած սկիզբը դրել Արցախ Հայաստանը եւ վերջ կոնցեպտին ամբողջությամբ, հանդգնություն ունի ասելու, որ Նիկոլ Փաշինյանը ինչի է դրանից 30 տարի հետո ասել Արցախը Հայաստանի եւ վերջ։ Երեսպաշտության նշույլներ տեսնում եք այստեղ, թե չէ։ Մարոբյան ինքը նաեւ շարունակում է, որ գլխովին հայաթափվեց Արցախը 5000 պայծառ երիտասարդներ, 10000-ից ավելի զինվորներ հաշմանդամ դարձնել։ Շատ լավ, եկեք նախ թվային բանին անդրադառնանք։ Էլի սա էլ է վկայում մարդու, ինչ ասեմ, մարդու նպատակների մասին։ Օրինակ ես հատուկ երբ որ խոսեցի 90-ականների պատերազմի մասին, ասեցի հազարավոր զոհեր, թիվ չասեցի, որովհետև ինչ մեղք կթաքցնեմ, այսօր փորձել եմ ստուգել 90-ականներին քանի զոհ ենք մենք ունեցել առաջին Ղարաբաղյան պատերազմում, կան ինչ որ բաց աղբյուրներում թվեր, մոտավոր։ Փորձեցի պետական համակարգում ճշտել, պարզվեց ոչ մի բան, ռեգիստր չկա հստակ թիվ, թե քանի զոհ ենք մենք ունեցել, այսինքն պարզավոր հազարավոր, բայց հստակ թիվ չկա։ Բայց օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանը եւ իր հոգեզավակները, սա կիրառելի է եւ Սերժ Սարգսյանի դեպքում եւ Ռոբերտ Քոչարյանի դեպքում։ Իրանք խնդիր չունեն, օրինակ, չնայած հրապարակված կա պաշտոնական թիվ 44-օրյա պատերազմի զոհերին 3986, եթե չեմ սխալվում։ Ներողություն, եթե սխալվեցի, բայց մոտ այդ թիվը։ Բայց իրանք ընդհանրապես խնդիր չունեն, հազարով ավելացնեն զոհերի թիվը։ Այսինքն իրանք հետաքրքրում է ասել ավելի մեծ թիվ, որ ազդեցիկ հնչի։ 1000 կողմ, 1000 կողմ։ Իհարկե, այս կողմ որ ավելի ազդեցիկ հնչի։ Կամ ասում 10000 հաշմանդամ, հասկանում եք։ 10000 հաշմանդամ։ Իրական հաշմանդամների թիվը, հաշմանդամություն ձեռք բերած անձանց թիվը պատերազմի 44 օրյա։ Գիտեք ինչքան է։ 900 ու մի քիչ, կրկին ներողություն, որ կոնկրետ թիվը չեմ հիշում։ Բայց սա ներառում է բոլոր կարգերի հաշմանդամություն ունեցող անձանց։ Այս թվից էլ ամպուտացված վերջույթներով անձանց թիվը ոչ ավել քան 200 է։ Ճշտել եմ այս թվերը։ Այսինքն 10 անգամ մարդը այդ թիվը մեծացնում է։ Ինչի համար։ Հաճույք է իրան պատճառում։ Ինչի համար։ Դες լավ չի, թող ասել 100,000։ Թող ասել 100,000։ Եվ ես շատ ցավում եմ, որ սա ասում է մեր առաջին նախագահը, որտեղ նաև ես միշտ փորձել եմ ինչ-որ հարգանքի նշույլ պահպանել առ այդ մարդը։ Բայց չի կարելի սենց։ Եվ կրկնում եմ, Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, եթե ձեր տրամաբանությամբ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է պատերազմ Ադրբեջանին, ապա ինչու են մարդիկ մեր սահմանին զոհվում 2019, 18, 17, 16, 15, 14, 13 եւ մնացած թվականներին եւ ինչու եք դուք եւ արդյոք դա նշանակում է որ երբ որ դուք փաստաթղթավորում եք Արցախ Հայաստանը եւ վերջ արտահայտությունը դուք եք սկսում պատերազմ։ Ես կարծում եմ որ չի նշանակում։ Այստեղ այդ զոհերի թվի արտաբերումը որպես փաստակ այն ենթատեքստով է որ դուք մերժեցիք պատերազմը դադարեցնելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը եւ զոհերը կարող են եւ կորուստները անհամեմատ քիչ լինել։ Տեսեք ինչա կա։ Ասում է Տեր-Պետրոսյանը։ Ես չեմ զարմանում որ դա ասում է, որովհետև 2020 թվականի նոյեմբերի 9-ից սկսած այս անսուրբ երանախագահության գլխավոր նպատակը եղել է հետևյալը. ամբողջովին Հայաստանի վրա բարթել պատերազմի մեղքը եւ հակառակորդին ամբողջովին ազատել այդ մեղքից, ամեն ինչում մեղադրել Հայաստանին։ Օրինակ Սերժ Սարգսյանը ավելի հեռու գնաց քան Լևոն Տեր-Պետրոսյանը։ Սերժ Սարգսյանը 2021 թվականին կամ 20-ի վերջին հարցազրույց է տվել եւ բացեի բաց սուտ մատնություն է արել Հայաստանի հայկական կողմի դեմ։ Ասել է հայկական կողմը 44 օրյա պատերազմի ժամանակ հավրացել է Կիրովաբադի նկատի ունի Գյանջան քաղաքացիական բնակչությանը։ Ու ասել է եւ միայն դրանից հետո է ադրբեջանական կողմը սկսել թիրախավորել Ստեփանակերտի եւ Մարտունին, որովհետեւ դրանից առաջ թիրախավորում էին, բայց ոչ քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Սա ասել է Սերժ Սարգսյանը։ Ընդ որում ես ոչ թե ասում եմ ինչի է ասել ճշմարտությունը, ես ասում եմ ինչի ասել սուտը, որովհետեւ այդպեսի բան չի եղել, որովհետեւ հայկական կողմը չի թիրախավորել Կիրովաբադի քաղաքացիական բնակչությանը, իսկ ադրբեջանական կողմը թիրախավորում էր Ստեփանակերտի եւ Մարտունու քաղաքացիական ենթակառուցվածքները։ Եվ ինչ ասեմ ես, լավ։ Հիմա Պուտինի առաջարկին։ Հիմա Պուտինի առաջարկին, եթե ուզում եմ հիշեցնել, որ 44 օրյա պատերազմի ժամանակ վարչապետ Փաշինյանը 3 անգամ համաձայնություն է ձեռք բերել հրադադարի վերաբերյալ։ 3 անգամ։ Առաջին անգամ հրադադարի վերաբերյալ համաձայնությունը ձեռք է բերվել Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ, երկրորդ անգամ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ, երրորդ անգամ Թրամփի ամերիկյան կողմի միջնորդությամբ։ Այսինքն սուտ է այդ պնդումը։ 3 անգամ հայկական կողմը
համաձայնվել է հրադադարի եւ 3 անգամ այդ հրադադարը խախտվել է։ Հետևաբար սա ընդհանրապես իրենց համար միջոց է մեղքը բարթելու հայկական կողմի վրա։ Սա ուրիշ բան չկա։ Պարոն Ռուբինյան, բանավեճեր կան, որտեղ այսպես ճշմարտությունը կյանքում չի հաղթի եւ հասարակությունը երբեք դրանից չի շահի, քաղաքական ուժերը նույնպես դրանից երբեք չեն շահի։ Բայց կա մի ճշմարտություն, մի բանավեճ, որում ճշմարտությունը հաստատ կհաղթի։ Այդ բանավեճը հետեւյալն է։ Մեզ հիմա պետք է խաղաղություն, թե պետք չի խաղաղություն։ Ես կարծում եմ մենք հասել ենք մի կետի, երբ որ ակնհայտ ճշմարտությունը, որ մենք մի բան սխալ ենք արել, ես նկատի չունեմ 30 տարի, ես նկատի ունեմ մեր պատմությունը ամբողջ, որ լավ վերջի 100-ամյակի մեր պատմությունը։ Եթե մենք ամեն անգամ անում ենք նույնը եւ ստանում ենք վատ սցենար, գուցե արժի մի անգամ չանել նույնը։ Եվ գուցե արժի մի անգամ օգտագործել պատմական հնարավորությունը եւ հասնել ինստիտուցիոնալ խաղաղության։ Եվ հիմա մենք այս ջրբաժանին ենք։ Հիշում եք Լևոն Տեր-Պետրոսյանը 1998 թվականին գրել էր իր հայտնի պատերազմ թե խաղաղություն հոդվածը, գրեց հետո փախավ։ Այ հիմա ես կարծում եմ այդ հարցը նորից բարձրացված է, բայց մենք ի տարբերություն Լևոն Տեր-Պետրոսյանի չենք փախնելու։ Իմիջիայլոց Լևոն Տեր-Պետրոսյանի ուժը առաջ է քաշել այլընտրանքային խաղաղության մոդելը։ Նրանք ասում են, տեսեք, դուք Թրամփի ուղի եք, չէ՞։ Կառուցում Լևոն Զուրաբյանը։ Դե հիմա հակի ես կներեք, բայց եկեք չխոսենք։ Չէ, հիմա մարդիկ այլընտրանքային։ Չէ, ես կներեք, բայց եթե անձը գանք բովանդակություն։ Չէ, մի վարքյան։ Այդ անձը չէր ասել, որ բան հայ-ամերիկյան փոխըմբռնման հուշագրով Հայաստանը Զանգեզուրի միջանցք է տվել, հետո հրապարակվեց, բարձվեց ամբողջովին սուտ էր։ Հետևաբար այդ անձի խոսքերը քննարկելը անիմաստ է։ Իր մասին կամ լավը կամ ոչ։ Հիմա նրանք ասում են, որ դուք Թրամփի ճանապարհ եք ստեղծում, հա։ Չէ, կներեք, արդեն չէ։ Ես հարցս ավարտեմ։ Ես սկզբունքորեն հրաժարվում եմ պատասխանել այս հարցից, որովհետեւ Լևոն Զուրաբյանի հարցը չի, հակի նաև Տեր-Պետրոսյանի, դա դիրքորոշում է։ Նրանք ասում են, դա բնականաբար սրել է այն երկրների հարաբերությունները մեր հետ, որոնք մրցակից են Միացյալ Նահանգներին, իսկ դա Ռուսաստանն է, Չինաստանն է, Իրանն է, եւ առաջարկում են ստեղծել BRICS-ի ճանապարհ զուգահեռ։ Այսինքն Թրամփի ճանապարհը կգա, կողքից BRICS-ի ճանապարհը կգա, Չինաստանը, Ռուսաստանը, Իրանը ստեղով կգան, ամերիկացիք եւ եվրոպացիք ստեղով։ Դա են առաջարկել։ Առաջարկել են։ Ստեղծեք BRICS-ի ճանապարհ։ Ես ասեմ, ընդհանրապես որն է մեր առաջարկը ընդհանրապես աշխարհին։ Կրկնում եմ, իրանք ինձ առանձնապես հետաքրքիր չեն, էլի։ Եվ կարծում եմ մարդկանց հետաքրքիր չեն այս ասպեկտով։ Կամ ձեր նշած անձը հետաքրքիր։ Ինչը Հայաստանի առաջարկը աշխարհին։ Հայաստանի առաջարկը աշխարհին հետեւյալն է. խաղաղության խաչմերուկ, հայտնի սկզբունքների հիման վրա խաղաղության խաչմերուկը ունի մաս։ Թրիպը դրա մաս է, բայց միայն թրիպը չի խաղաղության խաչմերուկը։ Խաղաղության խաչմերուկը ենթադրում է կապ արևելքի եւ արևմուտքի միջեւ, հյուսիսի եւ հարավի միջեւ, նույն օրինակ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում։ Ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կոմունիկացիաներն են բացվում եւ ոչ միայն օրինակ Ադրբեջանը կարողանալու է Հայաստանի տարածքով երրորդ երկրներ գնալ եւ Հայաստանը կարողանալու է Ադրբեջանի տարածքով երրորդ երկրներ գնալ, բայց նաեւ օրինակ Հայաստանը, օրինակ Իրանը Նախիջևանի եւ Հայաստանի միջոցով եւ հետո Վրաստանի միջոցով կարողանալու է երկաթգծային կապ ստանալ Սևծովի հետ կամ Ռուսաստանի հետ։ Ռուսաստանը Հայաստանի միջոցով կարողանալու է երկաթուղային կապ ունենալ Իրանի հետ, Թուրքիայի հետ պոտենցիալ։ Այսինքն ես չգիտեմ Թրամփի ուղիա BRICS-ն էլ մեջ է։ Հարցը BRICS-ը չի, Թրամփի ուղին է, հարցը հետեւյալն է։ Կրկին իրենց ասացի կոնտեքստից դուրս։ Իհարկե մենք ուզում ենք, որ բոլորը օգտվեն մեր ճանապարհներից, ինչքան շատ երկիր օգտվի Հայաստանով անցնող տրանզիտային ճանապարհներից, այնքան լավ մեզ համար։ Սա է մեր առաջարկը, սա միշտ մեր առաջարկն է եղել։ Եվ ասեմ ավելին, ես կարծում եմ նման ըմբռնում կա եւ Իրանում, եւ Ռուսաստանում, որ Վաշինգտոնյան համաձայնությունը մեծ հնարավորություններ է բացում նաեւ իրենց համար։ Տեսեք, հիմա ես բռնացնելու եմ։ Դուք մեղրին տվել եք, ասում է Բագրատյանը։ Եվ հիմա ապացույց։ Եթե այդ ճանապարհը Հայաստանի միջով է, չէ, Հայաստանի մասին է, ինչու այնտեղ կա Ադրբեջանի ստորագրությունը։ Ինչ կապ ունի Ադրբեջանը այդ ճանապարհի հետ։ Բայց սև սպիտակին գրած է, որ Հայաստանն ու ԱՄՆ-ն միասին կաշ Հայաստանն ու ԱՄՆ-ն Հայաստանն ու ԱՄՆ-ն կա Ալիևի ստորագրությունը։ Հասկացանք, ասում եմ Հայաստանն ու ԱՄՆ-ն միասին կաշխատեն TRIP ծրագրի վրա Հայաստանի տարածքում։ Ես ուզում եմ հիշեցնել, որ եթե տրամաբանությունը դա է, Ադրբեջանի ստորագրությունը կա հետևյալ տողերի տակ. Հայաստանի տարածքում գտնվող TRIP նախագիծը։ Իսկ Բագրատյանին մեջ բերելուց մի քիչ չգիտեմ, արժի որ մեջ բերել։ Շնորհակալություն։